Էդմոն Մարուկյան, համեցեք։ Պարոն Հարությունյան, դուք նշեցիք հավասարության մասին, գիտեք պետաիրավական հանձնաժողովի նիստում նաև քննարկվել է այս հարցը, ես ուզում եմ նաև այստեղ բարձրացնել եւ ամբիոնից լսել ձեր դիրքորոշումը կապված խմբակցություններում չընդգրկված падգամավորների իրավունքների հավասարության հետ, ըստ որի արժեկանոնակարգ օրենքի համաձայն մենք իրավունք չունենք մեկից ավելի հանձնաժողովներում աշխատելու, այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, այո ես ողջունում եմ, որ փոքրաթիվ խմբակցություններին հնարավորություն է տրվում 2-ից արդեն անցնել 3-ում աշխատելու, բայց այս պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ես ցանկություն էի հայտնել աշխատելու պետաիրավական եւ մարդու իրավունքների հանձնաժողովում, սակայն պետք է ընտրեի դրանցից մեկը եւ ընտրեցի պետաիրավականը։ Հիմա իմ ցանկությունը ուժի մեջ է, պարոն Հարությունյան, եւ ինչն է պատճառը, որ այս փոփոխություններով նաեւ փորձ չի արվում վերականգնել կամ հավասարեցնել, հավասար հնարավորություններ տալ նաեւ խմբակցություններում չընդգրկված падգամավորների։ Շնորհակալություն։ Այք, բանն այն է, որ ազգային ժողովը այնուամենայնիվ քաղաքական մարմին է, եւ բնականաբար առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնենք քաղաքական դիրքորոշումների արտահայտմանը, քաղաքական դիրքորոշումների արտահայտումը դա նշանակում է կոնցենտրացված քաղաքական կամքի, ինչ է նշանակում կուսակցություն կամ այս պարագայում խմբակցություն։ Այնուամենայնիվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարող են լինել նաեւ անկախ падգամավորներ, մեր կանոնակարգ օրենքով մենք նախատեսել ենք падգամավոր խմբեր հասկացությունը ենթադրելով, որ մարդիկ որոշակի քաղաքական հայեցակարգի շուրջ կարող են այնուամենայնիվ միավորվել, դեռևս չներկայացնելով կուսակցություն կամ ձևավորված խմբակցություն։ Սակայն ես կարծում եմ, սա արդեն կլինի իսկապես աբսուրդի դաշտից, եթե մենք հաշվի առնենք նաև այն падգամավորների, այսպես ասենք, քաղաքական նախասիրությունները, որոնք ընդհանրապես ոչ խմբակցության, ոչ խմբի անդամ են։ Որտեղ այդ դեպքում դուք կարող եք ասել, իսկ այս падգամավորները պետք է լինեն 12 հանձնաժողովի անդամ, չէ՞ որ մենք պետք է ունենանք հավասար հնարավորություն յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իր կարծիքը արտահայտելու։ Ես կարծում եմ, դա սխալ մոտեցում է։ Մենք այնուամենայնիվ հակված ենք գնալ այն ուղով, որ այս մարմինը լինի իսկապես քաղաքական մտքի թատերաբեմ, ներկայացման արտահայտման թատերաբեմ, այլ ոչ թե անկախ падգամավորներ, եւ այս առումով ես համաձայն չեմ լինի ձեր առաջարկությունները։ Արձագանքելու ցանկություն ունեք, Էդմոն Մարուկյան, միացրեք խոսափող։ Պարոն Հարությունյան, կտրականապես դեմ եմ ձեր այդ մոտեցմանը, որ քաղաքական միտք չկա անկախ падգամավորների կամ խմբակցություններում չընդգրկված падգամավորների մոտ, սա մեկ, եւ մյուսը ազգային ժողովում այսօր չկա բավարար թվով անկախ падգամավորներ, որոնք կկարողանային ձևավորել խումբ, հետեւաբար սա չի կարող հանդիսանալ հիմք, որ մեր իրավունքները սահմանափակվեն կամ խախտվեն։ Ավելին ասեմ, պարոն Հարությունյան, եթե վերցնենք մի իրավիճակ, որ լինի 10-ից ավելի խմբակցությունում չընդգրկված падգամավոր, բայց որոնք չուզենան ձևավորել խումբ, չի կարող լինել այնպիսի իրավիճակ իրավական տեսանկյունից, որ նրանց իրավունքները սահմանափակվեն եւ դա համարվի արդարացի քաղաքական մոտեցում, այսինքն եւ նաեւ ընդունված է միջազգային իրավունքում եւ նաեւ կարող ենք օրինակներ բերել Միացյալ Նահանգներ կամ եվրոպական այլ երկրներ, որ բոլոր պարլամենտներում, սենատներում կան խմբակցություններում չընդգրկված падգամավորներ, բայց որևէ մեկը չի կարող նրանց մեղադրել քաղաքական գիծ չունենալու կամ քաղաքական միտք չունենալու մեջ։ Պարոն Մարուկյան, ես ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերը այդպես ընկալվեցին, կավլիցի ես բացարձակապես դա չէի ասում։ Ես չի ասում, որ անկախ падգամավորները չունեն քաղաքական միտք։ Ես ասում եմ ընդհանրապես կոնցենտրացված, հա, մտքի եւ այդ մտքերի բախման թատերաբեմի մասին, ինչպիսին ազգային ժողովն է։ Շնորհակալություն։ Էդմոն Մարուկյան, համեցեք։ Չեք կասկածում, բայց ձեր ելույթներից հասկանալի չի դառնում, որ դա մեր առաջարկությունն է։ Եվ մենք կոնկրետ առաջարկություն ենք արել, որ ձեր մասնակցության ձևաչափը մեծացնենք, որ դուք կարողանաք մասնակցել, բայց դուք մեզ քննադատում եք այս առաջարկությանը, համեցեք։ Պարոն Աբրահամյան, հարգելի խորհրդարան, ես ողջունում եմ ձեր նախաձեռնությունը, որ փոքրաթիվ խմբակցության իրավունքները փորձում եք հավասարեցնել մեծամասնության հետ։ Եվ առաջին նստաշրջանի առաջին նիստի օրը, երբ որ ձևավորվում էին մշտական հանձնաժողովները, մտահոգություն հնչեցվեց իմ գործընկերների կողմից, որը դուք արդեն օրենսդրական նախաձեռնության ձևով փորձում եք վերացնել։ Հիմա լավ իրավիճակ է ստեղծվել, որ ես իմ մտահոգությունները ներկայացնեմ, հույս ունենալով, որ այդ մտահոգությունները նույնպես կփարատվեն իրավական դաշտում։ Ուրեմն ընտրվելուց հետո ազգային ժողովում եղավ առաջին նիստը, որի ժամանակ քննարկվում էր հանձնաժողովների նախագահների ընդհանրապես ձևավորման նաև կարգը
Եվ ես այդտեղ հայտնաբերեցի, որ արժեկանոնակարգ օրենքը հնարավորություն չի տալիս, որ խմբակցություններում չընդգրկված կամ անկախ պատգամավորները մարդ առաջադրեն որպես հանձնաժողովի նախագահի թեկնածու կամ ինքները առաջադրվեն, ինքնուրույն առաջադրվեն։ Այսինքն, եթե ինձ թույլ չի տրվում, որ ես ինքս առաջադրվեմ, միգուցե ես լավ թեկնածու ունեմ, օրինակ պարոն Հարությունյանին ես կառաջարկեի լինել պետայրական հանձնաժողովի նախագահ, բայց ուրիշ մարդ առաջարկեց։ Կային նման բաներ, եւ ես կարծում եմ, որ այս մոտեցումը արժեկանոնակարգ օրենքով սա սխալ մոտեցում է, սա անհավասար իրադրություն է ստեղծում պատգամավորների նկատմամբ։ Վերջիվերջո բոլորս ընտրվել ենք եւ որևէ մեկի մանդատը ավելի լավը չի, քան մյուսի մանդատը։ Հետեւաբար բոլորի հնարավորությունները եւ իրավունքները պետք է լինեն հավասար։ Եվ ավելին ասեմ, ես ճիշտ ասած չգիտեմ ով է դոնթը, բայց ինչ որ դոնթի բանաձևի պատճառով իմ իրավունքները սահմանափակված են ազգային ժողովում։ Հետո տեղի ունեցավ հանձնաժողովի նիստեր, որտեղ քննարկում էր հանձնաժողովի նախագահի տեղակալների հարցը։ Եվ տեղակալների առումով նույն իրավիճակը ստեղծեց պարոն Աբրահամյան, որ նորից ես ուզում էի մարդ ներկայացնեմ կամ ինքս առաջադրվեմ մեր հանձնաժողովում, հետո ստեղծեց իրավիճակ, որ ես իրավունք չունեի, եւ դա նիստում քննարկվեց նաեւ պարոն Հարությունյանը գիտի եւ բոլորը ներկա գտնվեցին։ Սա նաև հիմք է հանդիսանալու ապագա օրենսդրական նախաձեռնությունների համար։ Հետո հարց առաջացավ հանձնաժողովում ընդգրկվելու առումով։ Ես դիմել էի ԱԺ-նախագահին, խնդրելով ինձ ընդգրկել պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովում եւ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում, որովհետեւ վերջին 10 տարիների ընթացքում զբաղվում էի մարդու իրավունքների պաշտպանությունով։ Ես հայտնաբերեցի, որ ես իրավունք չունեմ լինելու երկու հանձնաժողովում, այսինքն իմ ընտրողներն ինձ ընտրել են ուղարկել ազգային ժողով, որ ես այստեղ աշխատեմ ինչքան հնարավոր է արդյունավետ, բայց օրենքի ուժով ես այդ հնարավորությունը չունեմ։ Բնականաբար սա նույնպես իմ կողմից գնահատվեց որպես սահմանափակում։ Եվ մյուսը շատերը կան, բայց ես ամենակարևորներն եմ ուզում նշեմ, պարոն Աբրահամյան, մյուսը դա էթիկայի հանձնաժողովի հարցն էր։ Ձևավորվում է էթիկայի հանձնաժողով, որին մասնակցում են ԱԺ բոլոր խմբակցությունները, բացի խմբակցություններում չընդգրկված կամ անկախ պատգամավորները, եւ այս առումով նույնպես ես կարծում եմ սահմանափակում է։ Ինչ եք կարծում վաղը, եթե էթիկայի հանձնաժողովը իմ մասին հարց քննարկի եւ որոշում կայացնի։ Ես պետք է ենթարկվեմ այդ որոշմանը, թե ոչ։ Էթիկայի հանձնաժողովը իրավասու է իմ մասին բան քննարկի, եթե այդ հանձնաժողովը ես ինքս չեմ ձևավորել։ Իմ ընտրողներն իմ միջոցով չեն մասնակցել այդ հանձնաժողովի ձևավորմանը։ Վերջերիչո մենք յուրաքանչյուրս այստեղ ենք, որ իրացնենք մեր ընտրողների իրավունքները, եւ ես այսօր զգում եմ, որ ես իմ ընտրողների իրավունքներն իրացնելու առումով օրենսդրական մակարդակում իմ հնարավորությունները սահմանափակված են։ Միջազգային խորհրդարանական պատվիրակությունների առումով պարոն Հարությունյանի հետ նաև քննարկում ենք ունեցել այս առումով, որ հարց է բարձրացում, որ քաղաքական գիծ է պետք, որ խորհրդարանական պատվիրակություններում ընդգրկվեն։ Ես շատ մեծ փորձ ունեմ եւ Ստրասբուրգում աշխատելու եւ նաեւ մյուս մարմիններում, բայց գրավոր դիմեցի եւ որևէ մարմնում չեմ ընդգրկվել եւ պատճառաբանությունն էլ չգիտեմ, դեռ պատասխանը չեմ ստացել, բայց կարծում եմ, որ նույն պատճառաբանությունն է լինելու ինչ որ մյուս առումներով ունենք։ Եվ մյուսը պարոն Հարությունյան, կապված կոնցենտրացված քաղաքականության կամ կոնցենտրացիայի հետ կամ կոնցենտրացված քաղաքական դիալոգի հետ, ես չեմ կարծում, որ ամեն բանի կոնցենտրացիան է, որ լավ է։ Ես ԱԺ ընտրությունների ավարտից հետո տարբեր հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ մենք ունենք բազմազան ազգային ժողով, որտեղ ներկայացված է քաղաքական ներկայապնակի բոլոր ուժերը եւ որտեղ կան նաեւ անկախ պատգամավորներ։ Եվ սա ողջունելի է եւ սա լավ է եւ սա քայլ առաջ է, եթե ոչ քայլ էր նախկին ազգային ժողովի հետ համեմատած։ Բայց այդ բազմազանությունը այսօր փորձ է արվում տանել կոնցենտրացիա, այսինքն ունենանք մի իրավիճակ, որ բոլորս ինչ որ խմբակցությունների մեջ ընդգրկված լինենք, որը որ կարծում եմ անընդունելի է։ Եվ վաղը մյուս օրը ես կարծում եմ նաև լինելու են պահեր, երբ որ մարդիկ դուրս են գալու խմբակցություններից, դառնալու են անկախ պատգամավորներ կամ խմբակցություններում չընդգրկված պատգամավորներ, եւ այս նույն խնդիրները, որ այսօր ես ունեմ, այդ խնդիրները իրենք ունենալու են։ Ես ուղղակի խնդրում եմ, պարոն Աբրահամյան, քանի որ իմ գործընկերների կողմից մտահոգություններ հնչեցվել առաջին նիստի ժամանակ եւ դուք հաշվի առաք այդ մտահոգությունը, խնդրում եմ իմ մտահոգությունները նույնպես հաշվի առնել։ Ես կողմ կքվեարկեմ այս նախաձեռնությանը, որովհետեւ կարեւորում եմ, որ իմ գործընկերները մասնակցեն 3 հանձնաժողովների նիստում, բայց ես ուզում եմ, որ գոնե 2-ի նիստերում մասնակցեն։ Շնորհակալություն։ Արտահայտ ելույթի համար ձայնը տրվում է ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Ես ասած ցանկություն չունեի ելույթ ունենալու, բայց պարոն Հակոբյանի, պարոն Մինասյանի ընդհանրապես ելույթներից հետո ցանկություն առաջացավ ոչ թե բովանդական, այլ քաղաքական իմաստով պարզաբանումներ տալու։ Դուք մի դերակատարության մեջ եք մտել, որ իմ կարծիքով անիմաստ է,
որտեվ չկա նման ցանկություն ազգային ժողովում, որ փորձենք ինչ որտեղ մենք փոքրամասնությանը անտեսել։ Մեղադրանք եք ներկայացնում անիմաստ, անհիմն, եւ բազմաթիվ առիթներով ես ինքս որպես ազգային ժողովի նախագահ, որպես մեծամասնության ներկայացուցիչ, որպես բնականon գործունեություն ապահովող ազգային ժողովի նախագահ, ասել եմ, ասում եմ, կրկնում եմ, որ մենք ամեն ինչ անել ենք, որ դուք ձեր արդյունավետ աշխատանքը ներկայացնեք մեր հանրությանը, մեր ազգային ժողովին նպաստեք, որպեսզի ազգային ժողովը արդյունավետ որոշումներ կայացնի եւ դա մեր բոլորի պատիվն է, ոչ միայն իմ կամ պարոն Հակոբյան ձեր կամ պարոն Հարությունյանի, այլ մեր բոլորի ազգային ժողովի։ Հիմա հարցը կամ այդ բորբոքված ելույթները ինձ համար անհասկանալի է։ Ինչի համար եք դուք այդպես փորձում մեղադրանքներ ներկայացնեք, որ մենք ցանկություն չունենք, Դավիթ Հարությունյանը ցանկություն չունի եւ այլ եւ այլ։ Ուղղակի ես մի ուրիշ հիմնավորում եմ տեսնում ձեզ մոտ։ Դուք այսօր ունեք այն ինչ որ տվել է ժողովուրդը ձեզ, այն տոկոսը, որ ստացել եք ժողովրդի պարլամենտական ընտրություններին, կամ մեծամասնության, որ ունի մեծամասնություն, ստացել է մեծամասնության քվեն, եւ այո, ինքը պիտի ձևավորի կառավարությունը, ինքը պիտի ինչ որտեղ ազդեցություն ունենա ազգային ժողովի որոշումների վրա, բայց դուք հիմա ուզում եք հավասար պայմաններում աշխատեք, ուզում եք հավասար որոշումների մասնակցություն ունենաք, դա հնարավոր չի։ Ինչի մասին եք դուք խոսում, ինչ եք ուզում։ Դուք այսօր ընդդիմությունը 3 խմբակցություն ունի արտահայտ 3 ելույթի իրավունք, հարցեր տալու կառավարության եւ այլ եւ այլ։ Եվ 9 ելույթով ես աշխատանքային խորհրդական ժամանակ ասել եմ ձեզ, ուրբաթ օրը ժամը 18:30։ Հարցը պատասխանը կառավարության տևում է 1 ժամ, որ 25-ից 30 րոպե գնում է գրավոր հարցերի մեկնաբանմանը, պատասխանմանը, քննարկմանը եւ 1 ժամ է մնում բանավոր հարցերի պատասխանը։ Եվ 9 падգամավորը տալիս է ընդդիմությունից 9 հարց, ապա մեր մեծամասնությունը իրավունք չունի, չի կարողանում օգտվել այդ հնարավորությունից։ Բայց դուք հիմա մեղադրում եք, ասում եք հավասար պայմաններ չկա, կամ անկախ падգամավոր պարոն Էդմոն Մարուկյանը մեղադրում է, որ մենք եւ այլ եւ այլ եւ այլ։ Ես գտնում եմ, որ պարոն Հարությունյան, եթե քննարկենք, իհարկե չեմ ուզում ընթացքից ասել, թող նաեւ անկախ падգամավորները մասնակցություն ունենան 2-3 հանձնաժողովներում։ Ինչ վերաբերում է արդյունավետ աշխատանքին։ Երեք պարզ է, որ դուք լինելով 5 падգամավոր, դժվարանալու եք 12 հանձնաժողով ունենալ 3-ական ներկայացներ, այո, խաթարվելու է արդյունավետ աշխատանքը, բայց ես բազմաթիվ առիթներով բազմիցս ասել եմ, հիմա էլ եմ ասում, մենք փորձենք, եթե կանոնակարգը խանգարում է տալ հնարավորություն ազգային ժողովի նախագահին, որպեսզի այնպիսի ժամեր սահմանի մշտական հանձնաժողովների աշխատանքի, որ դուք կարողանաք օգտվել։ Մենք խոսեցինք այդ բաների մասին, բայց դուք նորից բորբոքում եք անիմաստ, չեմ հասկանում ինչի համար։ Ոչ մեկը դրա տեղեկը չի տվել։ Եվ ես էլ, պարոն Վարդանյան, որ դուք խոսում եք, ես ձեզ չէի խանգարում, եւ դրա իրավունքը դու չունեք կանոնակարգ օրենքով։ Եվ ուզում եմ ասել, ես ինքս էլ ի սկզբանե մինչև պարոն Հակոբյանին հարց տալու իրավունքը տալացի պարոն Հակոբյան, քննարկելու ենք այս հարցը մենք միասին դեռ։ Հիմա այսօրվա այս բորբոքված ելույթերին ումն էր պետք եւ ինչի համար, եւ ընդհանրապես ես հորդորում եմ մեր բոլորին, մեր падգամավորին, մենք փորձենք աշխատել միասին արդյունավետ որոշումներ կայացնելու, օրենքներ ընդունելու գործում։ Ես նորից եմ ուզում եւս մեկ անգամ հավաստիացնել բոլոր ընդդիմության իմ գործընկերներին, որ ես ոչ մի անգամ չեմ օգտվելու ազգային ժողովի նախագահի լիազորություններից, որպեսզի խաթարեմ ձեր աշխատանքները։ Հակառակը անելու եմ, օգնելու եմ, հնարավորություն եմ տալու։ Եվ իմ կարծիքով այս կարճ 3-4 ժամանակ դուք դա զգացել եք։ Հիմա անտեղի խոսել իմ կարծիքով կներեք, ես չեմ ընդունում, որ դա ինչ-որ կոմպրոմիս է, այլ եթե ուզում եք ի սկզբանե ինչ-որ պայմաններ դնել, դա ինձ համար անընդունելի է լինելու եւ հիմա եւ հետո։ Դրա համար նորից եմ ասում, ոճը նորմալ աշխատելու միասին արդյունավետ արդյունք ունենալու համար ես պատրաստ եմ յուրաքանչյուր համագործակցության, բայց որ փորձում եք ուլտիմատումներ դնել, դա ինձ համար անընդունելի է։ Շնորհակալ եմ։ Ամփոփիչ ելույթներ ենք անցնում։ Պարոն Հարությունյան, համեցեք։ Հիմնական զեկուցող։ Շնորհակալություն։ Ես իհարկե չեմ տրվի գայթակղությանը նույն ոճով պատասխանելու պարոն Հակոբյանին, թեև ասեմ այդ հայրական ոճը, որ նա այստեղ ներկայացրեց, կարծում եմ բացարձակապես հարիր չէր այս դահլիճին, ոչ էլ իրեն։ Այնուամենայնիվ, պարոն Հակոբյանի էմոցիոնալ ելույթին ես
չեմ անդրադառնա, բայց կանդրադառնամ մի շարք այլ առաջարկությունների, որ ներկայացվեցին այստեղ։ Պարոն Մինասյանի առաջարկությունը հնարավորություն ընձեռել, որպեսզի падգամավորը լինի ընդամենը մեկ մշտական հանձնաժողովի անդամ։ Իհարկե կան խորհրդարաններ, բազմաթիվ խորհրդարաններ, որտեղ հենց այդպես է կարգավորված։ Բայց բանն այն է, որ մեր զարգացման ուղին իմ կարծիքով գնալու է դեպի այն, որ մենք հարցերի քննարկման բեռը հիմնականում տեղափոխելու ենք հանձնաժողով։ Հանձնաժողովները պետք է ունենան ավելի մեծ դերակատարում։ Իսկ դա նշանակում է, որ իսկապես քաղաքական ուժերը պետք է հնարավորություն ունենան ոչ միայն արտահայտելու իրենց դիրքորոշումը այնտեղ, այլ իրենց քվեարկությամբ մասնակցելու որոշումների կայացմանը։ Դրանով պայմանավորված ես կարծում եմ, որ այդ առաջարկությունը ընդունելի չէ։ Պարոն Ռոստամյանին կուզենայի անդրադառնալ օգնականների հարցով։ Պարոն Ռոստամյան, ուզում եմ ձեզ տեղեկացնել կամ հիշեցնել, որ հենց այս նույն քաղաքական մեծամասնություններ, որ նախորդ խորհրդարանում կատարեց կարևոր մի քայլ եւ սահմանեց, որ փոքրիկ խմբակցությունները ունեն 3 փորձագետ։ Այնայք խմբակցություն, որ ունի 5 անդամ, ունի 3 փորձագետ։ Խմբակցություն, ինչպիսին Հանրապետականն է, որ ունի 69 անդամ, ունի 4 փորձագետ։ Ձեզ չի թվում, որ այստեղ 10 անգամ, 10 քանի անգամ, 11 անգամ տարբերություն կա, ըստ մեկ падգամավորի, եւ սա պատահական չի արված։ Հաշվարկեք ինքներդ, բաժանեք 3-ը 5-ի եւ բաժանեք 4-ը 69-ի եւ նայեք թե տարբերությունը ինչքան է։ Սա արված է հոգուտ փոքրամասնությանը, որպեսզի փոքրամասնությունը կարողանա իսկապես պատշաճ աշխատել այս խորհրդարանում։ Եվ պետք չէ այստեղ օգտագործել շատ գեղեցիկ եւ հուզական էմոցիոնալ լեզու, իրականում երբ խոսքը վերաբերում է շատ բարդ ճշմարտությանը, անդիմությանը եւ հատկապես փոքրաթիվ խմբակցությունների համար հատուկ պայմաններ են ստեղծված խորհրդարանում այսօր։ Պարոն Մինասյան 6-րդ հոդվածի վերաբերյալ ես առաջարկեցի, որ դուք առաջարկությունը ներկայացնեք եւ հուսով եմ դուք կօգտվեք այդ առաջարկությունից։ Վստահեցնում ձեզ կանդրադառնանք դրան։ Եվ պարոն Մարուքյանին կուզենայի անդրադառնալ, պարոն Մարուքյան, կամ մի լուրջ խնդիր ձեր առաջարկության մեջ։ Ուշադրություն դարձրեք։ Երբ մենք ասում ենք փոքրաթիվ խմբակցություններին հնարավորություն ենք ընձեռում, որ իրենց անդամները լինեն մի քանի հանձնաժողովի անդամ, մենք անմիջապես դնում ենք սահմանափակումը։ Բայց այդ խմբակցությունը յուրաքանչյուր հանձնաժողովում պետք է ունենա ոչ ավելի քան 1 անդամ։ Ինչու՞։ Հանձնաժողովում չի կարելի փոխել քաղաքական բալանսը խորհրդարանի։ Հիմա պատկերացրեք մի այլ օրինակ։ Կան 7 անկախ падգամավորներ։ Եվ 7 անկախ падգամավորները ցանկություն են հայտնել աշխատելու միաժամանակ 2 հանձնաժողովներում։ 7-ն էլ որոշել են եւ պետաիրավականում եւ մարդու իրավունքների։ Ուշադրություն դարձրեք, անմիջապես ունենում եք լուրջ դիսբալանս այդ հանձնաժողովներում։ Առանց այդ էլ անկախ падգամավորները մտցնում են դիսբալանս, որտեղ 7 անկախ падգամավոր ունենում են 7 անգամ ավելի շատ ձայն, քան օրինակ փոքրիկ խմբակցությունը 5 հոգանոց։ Եթե կրկնապատկում ենք այդ հնարավորությունը, մենք ավելացնում ենք դիսբալանս ազգային ժողովում։ Ինչքանով է դա նպատակահարմար, ես կարծում եմ դրա մասին խոսելը իսկապես ժամանակավրեպ է։ Մենք պետք է կարողանանք քաղաքական մթնոլորտը, քաղաքական հարաբերակցությունը խորհրդարանի ինչ որ ձևով պրոյեկտավորել նաև մշտական հանձնաժողովներում։ Այսքանը մեկ անգամ եւս ես ակնկալում եմ գրավոր առաջարկությունների ներկայացում, արգելի գործընկերներ, հաշվի առեք, որ նախատեսում են 24 ժամվա ընթացքում ներկայացնել օրենքի նախագիծը երկրորդ ընթերցման, ուստի խնդրել եմ դա անել հնարավորին չափ արագ, վստահեցնում եմ ձեզ, մենք բոլոր առաջարկություններին մանրամասն կանդրադառնանք, շնորհակալություն։